Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոմանց բավարարեցին, ոմանց հիասթափեցրեցին, բայց ազգային ժողովը ձևավորված է ու շուտով կանցնի աշխատանքի։ Կվերցնեն ընդդիմադիրները իրենց մանդատները, թե կբոյկոտեն, ինչ վճիռ կկայացնի սահմանադրական դատարանը բողոքների վերաբերյալ, ինչն է պետք փոխել ընտրական օրենսգրքում հաջորդ էլեկտորալ պրոցեսների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Մոտ 45 օրից պետք է գումարվի նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստը, բայց նոր խորհրդարանի հետ կապված դեռ բազմաթիվ հարցեր կան։ Այդ հարցերի մի մասը կքննարկենք այսօր Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Գոհար Մելոյանի ու Իրազեկ քաղաքացիների միություն կազմակերպության համակարգող Դանիել Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Դե առաջին հարցը կարծում եմ պարզ է եւ անխուսափելի։ Անցած ընտրությունները ազատ էին, դեմոկրատական, թափանցիկ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այս ընտրությունները կարելի է որակել մեկ բառով աննախադեպ խախտումների ծավալով, բովանդակությամբ, քանակությամբ եւ կարելի է բաժանել երկու հստակ այս անգամ, ժամանակահատված նախընտրական շրջանը եւ բուն քվեարկության օրը։ Այն խախտումները, որոնք մենք արձանագրել ենք ու հատկապես թույլ տամ, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ ասեմ, այն ծավալով միջամտությունները, որոնք մեր քաղաքական ուժի նկատմամբ կիրառվել են, թե հավասարությունը, թե արդարությունը, թե ազատությունը, թե գաղտնիությունը համակողմանի ըստ էության խախտում է արձանագրել։ Ձեր գնահատականը։ Շնորհակալ եմ հրավերի համար, գիտեք, թերևս այս ընտրությունների ամենածավալուն խնդիրը, որը նախադեպ չունեցողերի ծավալներով, դա ընտրակաշարքի սակագներն էին, որովհետև ոչ թե արկայությունը, այլ սակագները։ Արկայությունը նախկինում էլ է եղել։ Եվ մենք չենք կարող ասել, օրինակ 17 թվականին ավելի շատ մարդու ընտրակաշարք տվել, թե հիմա օբյեկտիվ հաշվելու բան չունենք։ Բայց այն որ 17 թվական ընտրակաշարքը 10,000 դրամերից հիմա տենց միզրոյով ավել առնվազն տենց 10 այս երկրում ամենաարագ թանկացող բանը ամենամեծ գնաճը եղել է ընտրակաշարքի հարցում։ Շնորհակալ եմ, այդ ամենի մասին մենք ավելի մանրամասն խոսենք տեսանյութից հետո։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն ամփոփված են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մանդատների բաշխումը, սակայն ընդդիմությունը համաձայն չէ ոչ արդյունքների, ոչ էլ 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չանցկացնելու որոշման հետ։ Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ խորհրդարան անցան 3 քաղաքական ուժեր՝ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Ուժեղ Հայաստան դաշինք 340,006 կամ 23,2710 հազարորդական։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 726,819 քվե կամ 49,7456 հազարորդական տոկոս։ Հայաստան դաշինք 144,983 քվե կամ 9,9231 հազարորդական տոկոս։ Մինչ այդ բուրըն քննարկման թեմա դարձավ ընտրական գործընթացում հաշվարկի հետ կապված անճշտությունների թեման։ Իրականացված վերահաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Առավել ուշագրավն այստեղ ընտրություններին մասնակցող 4%-ի շեմը չհաղթահարող, բայց դրան շատ մոտ գտնվող Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված իրավիճակն էր։ Կուսակցությունը պնդում էր, որ անճշտությունների վերացումից հետո իրենք կկարողանան ստանալ ձայների անհրաժեշտ քանակն ու անցնել խորհրդարան, բայց պաշտոնական արդյունքները հրապարակելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց, որ ԲՀԿ-ն չի անցնում, իսկ 3 ընտրատեղամասերում, որտեղ անվավեր են ճանաչվել ընտրությունները, վերաքվեարկություն չի անցկացվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի արտում ընտրությունների արդյունքների վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությունը մեծ դժգոհությամբ ընդունեցին ընդդիմության ներկայացուցիչները։ Մի խանգարեք նիստը, հարգելի ներկաներ։ Դե ասում եմ մի խանգարեք։ Մի խանգարեք նիստը։ Ընդամենը 200 ձայնի այսպես համամասնությամբ դուք զրկում եք
Բարգավաճ Հայաստան կուսակցությանը միտումնավոր հետևողական կերպով զրկում է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Վերլուծությունը թույլ է տալիս հիմնավոր կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական կամքին։ Վերաքվեարկության իրականացում։ Եթե այդ վերաքվեարկությունը անելու պայմաններում մենք չենք կարողանում հաղթահարել այն էական խախտումները, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա, ապա պետք է պարզապես այս ընտրության արդյունքները ճանաչվեն անվավեր։ Սա է իրականությունը։ Առհասարակես քաղաքական ուժերը, որոնք որ քաղաքացու ճակատին գնապիտակ են կպցնում, ընտրակաշառք են բաժանում, աղճատում են ամբողջությամբ պետական քաղաքական համակարգը, փողի միջոցով պետության զարթման փորձ են անում, այս բոլոր քաղաքական ուժերը առհասարակ պետք է արգելվեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պրոցեսներին մասնակցելուց։ Թե ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց վերաքվեարկություն նշանակելուց, կառույցը պարզաբանում ներկայացրեց հաջորդ օրն առավոտյան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը եւ ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է եւ չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։ Մինչ այդ, սակայն, պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո կրքերը լարվել էին ոչ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի ներսում, այլև շենքի պատերից դուրս։ Բոլոր չեղյալ հայտարարված ընտրատեղամասերում պահանջում ենք վերաքվեարկություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին զուգահեռ շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում ընդդիմության աջակիցները, պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ակցիային մասնակցում էին նաեւ Ուժեղ Հայաստան դաշինքի, Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները։ Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ընդդիմությունն ու իր աջակիցները բողոքի ցույց էին անում, իրավիճակին անդրադարձավ նաեւ երկրի վարչապետ, կառավարող կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլող կուսակցությանը բառից բուն իմաստով ունեզրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը եւ այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո 6 կուսակցություններ հայտարարություն տարածեցին, կասկածի տակ դնելով հունիսի 7-ի ընտրությունների լեգիտիմությունը։ Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Այսպիսով ազգային ժողովի մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր 64 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Չնայած այս տվյալներին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր 5 քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ Տիգրան Հակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ։ Հիմա արդեն ավելի մանրամասն կարող ենք խոսել, այդ թվում նաև անդրակաշառքների մասին, այ դուք գնահատեցիք որպես աննախադեպ, մասնավորապես ինչպես որակեցիք սակագների աննախադեպ աճ, ինչով է այն պայմանավորված, ովքեր էին բաժանողները եւ ինչ հետևանքներ կունենա այդ ամենը։ Շնորհակալ եմ, սակագների ակնհայտ աճ կա, դա երևում է հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից։ Ըստ էության մյուս աննախադեպ բանը դա իրավապահների պայքարն է դրա դեմ, որտեղ այո 17 թվականի ընտրակաշառքի ծավալները գոնե ընդհանուր քանակը եղել է ինձ թվում է ոչ ավելի քիչ, միգուցե անգամ քանակապես ավելի շատ, բայց իրավապահների կողմից դրա հակազդեցության որևիցե գործողություն չի իրականացվել։ 18 եւ 21 թվականներին իրավապահները ինչ որ գործողություններ արել են, բայց էապես ավելի քիչ են բացահայտել եւ մենք չգիտենք դա ծավալների սակավության թե իրավապահների
կարողությունների հարցեր։ Ամեն դեպքում հիմա իրավապահները բավականին շատ բացահայտել են, եթե ես ճիշտ եմ հիշում, արդեն 300-ից անցել է մեղադրյալների քանակը։ Տեսեք, ոչ մի դատական վճիռ չկա, մենք խոսում ենք առայժմ օդում, մենք խոսում ենք, այո, մենք դատական վճիռ չկա այն մասին, որ X մարդը ընտրակաշառք է տվել։ Բայց կան այդ բազմաթիվ հրապարակված ձայնագրությունները, որից առանձին ինչ-որ վերցրած դեպքով կարող է հետո դատարանը արդարացնի, բայց ընդհանուր ծավալը երևույթի մասին գնահատական տալու համար բավարար է, եւ այդ ծավալը շատ մեծ է։ Ինչ վերաբերվում է նրան, թե ինչի են սակագները աճել 10,000 դրամից հասել 100,000 դրամի, որովհետև 2017 թվականին ընտրակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահման հետ զուգորդվող բան էր, հա։ Հիմա ընտրակաշառքը սուվերեն է, այդ մի կողմից։ Մյուս կողմից այն ժամանակ ընտրակաշառքը ոնց ընտրողը չէր գիտակցում իր քվեի կարևորությունը։ Ընտրողը ընկալում էր, որ իր քվեից առանձնապես բան կախված չի, դրա համար հա դե 10,000 դրամա, 10,000 դրամն էլ վատ չի։ Իսկ երբ որ ընտրողը գիտակցում է իր քվեի կարողությունը, բնականաբար դա գինը ավելանում է։ Եվ երրորդը դա ռիսկայնությունն է, որ կարևորում է, ուրեմն դրական ռիսկայնությունն է։ Հա, օրինակ ինչի է պայմանական ջրի առու վաճառքով զբաղվողները վերցնում 10% մարժա, իսկ ասենք ինչ որ ապօրինի բան, ասենք թմրանյութերի առու վաճառքով զբաղվողները 100% մարժա, որտեղ այնտեղ ռիսկայնություն կա, ջրի առու վաճառքով զբաղվողը դժվար թե մի 10 տարով գնանստի, թմրանյութի առու վաճառքով զբաղվող այդ ռիսկի պատճառով նաև հիմա քանի որ այն ժամանակ պայքարը չկար դրա դեմ եւ ռիսկ չկար դատվելու, հիմա դատվելու ռիսկը կա, դա եւս գին ավելացնում է։ Ընտրակաշառքի թեման ձեզ ծանոթ է։ Իհարկե ծանոթ է, մասնավորապես մենք այն քաղաքական ուժն ենք, ում նկատմամբ սա տեղեկատվական տերոր է։ Տեղեկատվական տերոր, որովհետև ինչպես արդարացիորեն ասեցիք, դեռևս չկա գեթ մեկ դատական ակտ, որը կհաստատեր ընտրակաշառքի դեպք։ Եթե չեմ սխալվում, պարոն Իոնիսյան, դուք նաև մեր սահմանադրության հեղինակներից եք, արդյոք անմեղության կանխավարկածը դուրս է թողնվել սահմանադրությունից, որովհետև հստակ ասվում է, հա, քանի դեռ մարդու մեղավորությունը փաստող ուժի մեջ մտած դատական ակտ չկա, մարդը անմեղ է, իսկ դուք պնդումներ եք կատարում ընտրակաշառքների վերաբերյալ։ 1. Երկրորդը, Հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ ձայնագրություններ էր ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում հրապարակում եւ դրանք ոչ միայն ձայնագրություններ են, դրանք իրավապահների բառից բուն իմաստով արշավանքներ էին մեր ստորաբաժանումների նկատմամբ, որտեղ մենք ունենք հաջող կայացած քարոզչական գործընթաց, բազմամարդ, հաջորդ առավոտյան մեկ էլ իրավապահները ոչ թե իրավական գործընթացով գնում էին այց էին կատարում, մարդկանց ծանոթագրեր էին ուղարկում, հրավիրում էին ինչը կլիներ իրավական ժողովրդավար երկրներում, այլ ներ էին խուժում մեր գրասենյակներ, մարդկանց բնակարաններ, հատկապես գյուղական համայնքներում, որտեղ բնականաբար տեղեկատվությունը շատ արագ է տարածվում վախի մթնոլորտ տարածելու միտումով։ Այսինքն դուք անկալում եք դա որպես էլեկտորալ process-ի վրա ազդեցություն գործելու գործիք։ Միանշանակ ամբողջ նախընտրական շրջանում եւ այդ թվում նաեւ հետընտրական շրջանում մեր քաղաքական ուժի նկատմամբ ամենամեծ քարոզչական թեզը դա ընտրակաշառքն է եղել, փորձելով մեզ վարկաբեկել մեր բարի համբավը արատավորել, որովհետեւ մենք բնավ դրա կարիքը չենք ունեցել եւ բազմիցս հայտարարել ենք ուժեղ Հայաստանը, այն բացառիկ ուժներ ու աննախադեպ քանակի հանրային աջակցություն եւ սեր էր վայելում, որ դուք միայն կարծում եմ նույն իրավապահները, հա, եթե դիտարկումներ օպերատիվ հետախուզական գործողություններ են կատարում, տեսնում են օրինակ ինչ ծավալի մարդկային ներհոս կա։ Եթե թույլ կտակ ավարտեմ, 7 օրինակ ինչ էր տեղի ունենում։ Մենք ճիշտ է զերծ էինք մնում, հրապարակումներ չէինք անում այս աննախադեպ քանակի վարչական ռեսուրսից շահարկման, մեր նկատմամբ միջամտությունների, որպեսզի նախապատվություն տալով այդ ժամանակը օգտագործել մեր ծրագրերի ներկայացման, հա, քաղաքացիների հետ զրույցների վրա։ Բայց օրինակ 74-ամյա տարեցկինը գալիս էր, մտնում էր մեր գրասենյակ, գրանցում էր կուսակցությունում, առավոտյան մտնում են ներ են խոժում տարեց կնոջ բնակարան, ձերբակալում են խեղճ մարդուն ու ահաբեկում են։ Բնականաբար ի պատիվ մեր քաղաքացիների ես կուզեի մի նկատառում անել, մեր քաղաքացիների ձայնը այդքան արժե զրկելը տեղին չի, որովհետև 100,000-ավոր քաղաքացիներ, անկախ մեր քաղաքական ուժի նկատմամբ այդ աստիճան միջամտությունների, վախի մթնոլորտի ձևավորման, մեր աջակիցների ու մեր գրասենյակների նկատմամբ այդ աստիճանի ճնշումների, հա, այլ բարեկամներով, ծանոթներով, վարչական ռեսուրսի շահարկմամբ 100,000-ավոր քաղաքացիներ
այս տեղեկատվական տերորի պայմաններում, իսկ մեր դեմ ամբողջ ռեսուրսեր աշխատում գնացել եւ իրանց քվեն հասցրել են ինչքանով որ հաջողվել է։ Օրինակ, ինձ հետաքրքիր է որպես մոնիտորինգ անող ՀԿ-ի ներկայացուցիչ, արդյոք դուք այդ լայնամասշտաբ տարածված էր, հա, այդ եռագլուխի տեսանյութերը, որոնք միլիոնավոր դիտումներ էին ստանում, այդ թվում ՀՄԵԿ-ը արդեն շրջանցելով օրենքի շրջանակները, ՀՄԵԿ-ը մեր դեմ հակաքարոզչություններ անհավասար իրականացնում, բարձրաձայնվել է ու ի վերջո ավարտելով ամփոփելով ասեմ, դուք խոսում եք ձայնագրությունների մասին։ Արդյոք այդ ձայնագրությունները, որոնք հրապարակել է հակակոռուպցիոն կոմիտեն, այն կոմիտեն, որը 1 տարի առաջ հրապարակել էր հայտնի քաղաքական ձայնագրությունը, որը պարզվեց տարբեր ձայնագրություններից խմբագրված դրվագների էր։ Հիմա այս ձայնագրությունների հավաստիությունը, արդյոք արժանահավատության վերաբերյալ փաստեր կան, ոչ չկան, փորձաքննություններ չեն անցել։ Այդ ձայնագրություններով անցնող մարդկանց մեզ հետ առնչելիությունը, փաստող հանգամանքներ կան, ոչ չկան։ Այդ ձայնագրություններից շատերի ընդհանրապես եթե այս երկուսից վերացարկվենք, հանցակազմի առկայություն կա, ոչ չկա։ Այդ ձայնագրություններով անցնող մարդկանց անմեղության կանխավարկածի ընդհանրապես այդ ձայնագրություններում արկա սադրիչ լինելու չլինելու հանգամանքի բացահայտումը արդյոք կա, ոչ չկա։ Ու ամփոփելով 5-րդ կետն էլ ասեմ, կուզեմ մեր հանրությունն է իմանա, խոսում եք 300 մարդու մասին, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են մի շարք դրվագներով ու ոչ մեկ չի ասում, որ հարյուրավոր մարդիկ էլ հիմնավոր կասկածի բացակայությամբ բաց են թողնվել։ Այսինքն զուտ իմիտացիա էր, փորձում ենք աշարք վերագրել մեր ուժեղ Հայաստանին քաղաքական ուժին ու բարձվում էր, որ բնավ չկա։ Դանիել, իսկապես օգտագործվել է վարչական ռեսուրս թե ոչ։ Միգուցե այդ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը դա իշխանությանը սպասարկելու դրսևորում է, ինչպես օրինակ Գոհարն է կարծում։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրակաշարքի մասով արել է այն ճշգրիտ այն ինչը որ պետք է ինքը օրենքով աներ, ընդ որում չունենալով նման գրված պարտավորություն, բայց չգրված կանոնին հետևելով, ամեն անգամ երբ որ գնում էր օպերատիվ տեղեկությունների իրացման եւ այդ օպերատիվ տեղեկությունները ակնհայտ է, չէ, որ առնվազն շաբաթներով իսկ որպես կանոն ամիսներով հավաքագրված տեղեկություններ էին, ձայնագրությունները ամիսներով արված ձայնագրություններ էին, երբ որ գնում էին եւ նենց չի որ տեսան որ մեծ հանրահավաք է եւ որոշեցին ինչ որ բան անել։ Նա ամիսներով շաբաթներով առնվազն աշխատել են։ Շատ դեպքերում կներեք տենց է եղել առանց հիմնավոր պատճառի։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հրապարակում էր ինչ-որ հատվածներ իր ունեցած ապացույցների ներքին դիտման կամ հեռախոսային խոսակցությունների վերահսկման, որպեսզի հանրությունը տեսնի, որ նենց չի որ գնացել ինչ-որ պատահական մարդկանց բռնել է։ Բնականաբար քրեական գործերի մեջ կլինեն շատ ավելի այլ նյութեր, ընդ որում կարող է լինեն մեղքը հիմնավորող կամ արդարացնող ապացույցներ, բայց հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում էր այդ ձայնագրությունները, որպեսզի հանրության մոտ հստակ լինի, որ տակը կոպիտ ասած, եթե կոպիտ ասենք, տակը ինչ որ բան կա։ Եվ սա նոր գործելավոճ էր, եւ սա լավ գործելավոճ էր։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ, քանի որ նշվեց հանրահավաքների մասին, ամեն դեպքում նաև քննչական կոմիտեում բավական արժանահավատ գործ կա այն առումով, որ այդ հանրահավաքների մասնակիցների շատերը նյութապես շահագրգռվել են, որ մասնակցեն հանրահավաքներին, այդ թվում ուժեղ Հայաստանի կամ այն ժամանակ ուժեղ Հայաստան չէր մեր ձևով շարժումներ, մեր ձևով շարժման հանրահավաքներին, եւ դա նաև համապատասխանում է նրան, ինչ որ մեր դիտորդները, որոնք որ այդ հանրահավաքներին եղել էին, մեզ փոխանցում պատմում էին, հա, մեր դիտորդները օրինակ բառացիորեն մի անգամ դիտորդը պատմում ասում է գնացել էին ինչ-որ խմբի մեջ կանգնել ու այդ խմբի հիմնական խոսակցություններն էր, բա քո փողը տվեցին, բա մեր փողը տվել են, բա ձերը ինչ չեն։ Այս կարգի խոսակցություն են։ Բայց ես չեմ ուզում շատ կենտրոնանալ դրա վրա, վերադառնալով բուն ընտրակաշարքի թեմային, դուք սկզբից հարց տվեցիք, որը ես մոռացա ճիշտ ասած, ով էր բաժանել ընտրակաշարք։ Դա շատ լավ հարց է։ Պայմանական օրինակ Ավանում կամ, չգիտեմ, Վեդիում կամ Վայքում ընտրակաշարք են տվել։ Այդ ընտրակաշարք տվող ուղղակի որոշել է, որ ինքը իր գրպանից տալիս է ընտրակաշարքը։ Դուք էլ այդ հարցը բարձրացրեցիք, որ չի հիմնավորվում փաստը, որ դա ձեր կուսակցության անունից է արվել, որ դա կոպիտ ասած դուք, չեմ ասում անձամբ դուք էլի, ձեր ուժն է արել, բայց այդտեղ նաև հակառակ հարցն է առաջանում։ Այդ մարդիկ այնքան ուժեղ համակիրն էին ձեր, որ որոշեցին իրենց գրպանից հանել եւ ընտրակաշարքը տալ։ Մի քիչ այս վարկածը, ոնց ասեմ, առանձին եթե մի էպիզոդ լիներ, հնարավոր կլներ այդ վարկածով բացատրել, 2-3 էպիզոդ լիներ, հա, բայց
խոսքը հարյուրավոր դեպքերի մասին է։ Հարցս վարչական ռեսուրսի մասին էր։ Կիրառվել է իշխանության կողմից վարչական ռեսուրս թե ոչ։ Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր մենք տեսել ենք։ Մենք այդ դեպքերով իրավական գործընթացներ նախաձեռնելու պահանջները ներկայացրել ենք եւ մենք այդ դեպքերի հետևից գնում ենք, բայց այդ դեպքերը պիտի ասեմ կամ ծավալները համեմատելի չէին, օրինակ 2017 թվականի այս առումով աննախադեպությունը եւ ռեկորդակիրը շարունակում է մնալ 2017 թվականում։ Շնորհակալ եմ։ Դանիելը պնդում է, որ վարչական ռեսուրսը եթե անգամ կիրառվել է, դա եղել են առանձին դեպքեր, որոնք չեն ազդել իր արդյունքի վրա։ Ձեր կարծիքն ու գնահատականը։ Սա բնավ միայն իմ կարծիքը չի, սրանք փաստերի համասփյուռ են։ Կրկին ընդգծեմ, ասում եք դուք պնդումներ եք կատարում, որ կաշառքներ եղել է։ Հարցը նրանում է, որ չեք կարող պնդումներ անել, կան հարուցված գործեր։ Ես էլ պնդում եմ անում, որ չի եղել ընտրակաշառք։ Նույնական իրավիճակում ենք մենք գտնվում, քանի դեպքերը չփաստվեն, դատական ակտեր չլինեն, դրանք ձեր կարծիքներն են։ Դուք հղում եք կատարում հաղորդագրությունների ու ձեզ թույլ եք տալիս պնդումներ կատարելու։ Սա մեկ։ Երկրորդը, այս մասով հստակություն մտցնեմ ձեր դուրս։ Ես ասեցի հետո արձագանքեցի, էլի։ Երկրորդ, օրինակ ինձ հետաքրքիր է պարոն Իոնիսյան, դուք գիտեք ինչ տպավորություն է, ես կարծում եմ այսօրվա իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը տենց պաշտպանության կարիք չունի։ Դուք ամբողջ ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ դիտորդների խոսույթին, հարցազրույցներին, դիտարկումներին, բացառապես կենտրոնացված եք մեր քաղաքական ուժի վրա, ամենայն մասշտաբով, նույն ընտրակաշառքների թեմայով եւ օրինակ քաղաքացիական պայմանագրի վարչական ռեսուրսի շահարկում, հավաքի եւ այլնի վերաբերյալ չեք անում հանուն արդարություն թույլ տվեք ես ասեմ, ես շատ շնորհակալ կլինեի ու մենք եւս կողմնակից ենք, որ իրավապահ մարմինները բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, արդարացիորեն եւ անաչառ կերպով բազմակողմանիորեն հետաքննություններ իրականացնեն։ Հիմա արդյոք նախընտրական ծիրում առողջական ապահովագրության ինստիտուտի ներդնումը ու դրա անդադ շահարկումը կաշառք չէր։ Արդյոք կենսաթոշակը, որը նախապես պլանավորած չէր, ընտրակաշառք չէր, որ բյուջեով նախատեսված չէր, արդյոք հաշմանդամության նպաստների բարձրացումը նախընտրական քարոզչությունում, արդյոք պարգևավճարներն ու հավելավճարները հենց ընտրությունների նախաշեմին, արդյոք 0% ադրույքով գյուղատնտեսական վարկերը, արդյոք քաղաքացիների որոշ շրջանակների պարտքերի ներումը, այս ամենը կրկին ընդգծում եմ, կներեք, ամփոփ, ես չէի ընդհատում, այս ամենը տեղի է ունեցել նախընտրական քարոզչության ծիրում մինչ ընտրական շրջանում, ի դեպ ՀՀԿ-շմիգը այս բոլոր դեպքերը արձանագրել է եւ սրանք որակել է որպես վարչական ռեսուրս ու լրջագույն մտահոգություն է արտահայտել, որ իշխող քաղաքական ուժը իրեն սերտաճեցրել է վարչական ռեսուրսի հետ ու ողջ նախընտրական քարոզչության շրջանում այդ վարչական ռեսուրսով ապահովել է ժողովրդի վրա ներգործություն։ Այս սրանք են ընտրակաշառքների դրվագներ ու սրանք վարչական ռեսուրսի ծայրաստիճան չարաշահումներ են։ Էլ չասեմ, օրինակ համայնքի տեղային մակարդակներով համայնքի ղեկավարների կողմից անգամ համայնքի ղեկավարներն ով է ասել, որ արել է, ուրա հանցագործության դրվագը կա, հիմա ասած ամփոփելով ասեմ, անգամ համայնքի ավականուն շրջանցում էին ու մարդկանց սոցիալական օգնություններ էին տալիս դրամական միջոցների տեսքով։ Հնարավորություն տանք մեկնաբանի Դանիելը։ Դուք երեք մեծ փունջ հարցեր բարձրացրեցիք, առաջինը մեր հետ կապված։ Ոչ մեկ այս հանրապետությունում այդքան չի գնացել վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի հետևից, այդպիսի մեթոդներ չի կիրառել վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, ինչպես մենք այդ թվում այս քարոզարշավի ժամանակ ոչ մեկ չի կարող մեր հետ հանդիպել։ Ոչ մեկ, օրինակ գաղտնի նկարահանում այս երկրում իրականացրել են մեկ իրավապահ մարմինները, մենք, նոր մենք իրականացրել ենք Քանաքեռ-Զեյթունում վարչական ռեսուրսի չարաշահում բացահայտելու համար։ Ոչ մեկ, ոչ դուք, ոչ ուրիշները չի արել տենց, չէ, կներեք, այն որ իրավապահները, դուք մեզանից եք խոսում, դուք ասում եք, որ մենք ԿՊ-ի պաշտպանն ենք, ես դրա արձագանքը տամ։ Կներեք, դա դուք ասեցիք, որ ԿՊ-ի պաշտպան եք, ես ասում եմ, որ անհավաչափ եք լուսաբանում։ Ոչ մեկ չի արել այնպիսի հետաքննություններ, այնպիսի մեթոդներով, այդ թվում գաղտնի նկարահանումներով, այդ հասկացանք, լավ, գողարի հնչեցրած մեղադրանքների ինչ կասեք։
Հաջորդը դե դա էլ էր մեղադրան։ Հաջորդը ոչ մեկ բոլոր իրավական մեխանիզմներով չի պայքարում այդ թվում իշխանության իրականացրած ապօրինությունների դեմ, ինչպես մենք, ինչքան մենք։ Ոչ մեկ։ Հետևապես մեզ մեղադրել այս ընտրությունների կոնտեքստում կամ կոնտեքստից դուրս իշխանության պաշտպան լինելու մեջ մի քիչ կներեք մեղմ ասած փաստահեն չի։ Ինչ վերաբերվում է ուրեմն վարչական ռեսուրսի չարաշահմանը, ինձ թվում է մենք պետք է տարանջատենք երկու երևույթ։ Վարչական ռեսուրսով պայմանավորված առավելություն ստանալը, որը օրենքի խախտում չի, եւ օրենքի խախտումը։ Ձեր թվարկած բոլոր իրավիճակները կարող են գնահատել, ոչ թե կարող ենք, այլ գնահատում ենք որպես խնդրահարույց, բայց դրանք ապօրինի չեն։ Մենք ոչ ինչպես թե ապօրինի չեն, մի ամբողջ տրամաբանություն գոյություն ունի։ Ներողություն։ Մենք սրանց մի քանի տարի առաջ պայքարում էինք, որ օրենսդրության մեջ ամրագրվի, որ համայնքային եւ պետական մակարդակում սոցիալական ծրագրերի ծավալը նախընտրական փուլում չի կարող ավելացվել։ Պայքարում էինք դրա համար։ Իշխանությունը չհամաձայնվեց դրան։ Ընտրական օրենսգրքի մի շարք փոփոխություններին համաձայնվեց, դրան չհամաձայնվեց քաղաքացիական պայմանագիրը։ Կներեք, մենք պայքարել ենք, որ այս իրավիճակը չլինի։ Այսինքն վարչական ռեսուրսի կիրառում եղել է, բայց անօրինական չի եղել։ Ճիշտ եմ հասկանում։ Ընտրությունների ժամանակ են այդ խնդրի մասին հիշել, երբ որ մենք, կներեք, երբ որ մենք պայքարում ենք, մենք ձերպես համագործակցության հնարավորություններ չունենք այս իշխանության հետ։ Դուք ինչ գիտեք, մենք ինչի դեմ ենք պայքարում, այսինքն եկել եք ես մշտապես միտորդական առաքելություն եմ միշտ քաղաքական ուժի մաս դառնալու ղեկավարել եւ ես էլ իմ հատվածում եմ երբ որ մենք դրա մասին բարձրաձայնում ենք, երբ որ մենք ասում ենք օրենսդրությունում պետքա սա փոխվի, պետքա ընտրություններից առաջ սոցիալական ծրագրերի ավելացումը արգելվի, ես չէի բարձրաձայնել, կներեք, որտեղ դուք արդյոք ինձ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ գրություն ուղարկել եք, ասել եք եկեք աջակցեք, ես մեծ սիրով կաջակցեմ։ Ի հեճուկս դրան օրինակ իշխանությունը ձեզ հետ շատ սերտորեն համագործակցում է դիտորդների բազմաթիվ այլ հարցեր, որոնց ես կուզենայի հասցնեինք անդրադառնալ։ Բայց ձեր թույլտվությամբ նաև անմեղության կանխավարկածի մասով, քանի որ շատ խոսվեց, անմեղության կանխավարկածը անձի հանցագործություն կատարած, չկատարած լինելու մասին է։ Մենք որևիցե անձի չենք ասում այս մարդը կատարել է հանցագործություն, կատարել է ընտրակաշարք։ Դուք իշխանության ներկայացուցիչներին տեսել եք։ Բայց մենք իշխանության ներկայացուցիչները շատ բանան են եւ դրա մի մասը կարող նաև օրինական չլինի։ Ես իրանց ներկայացուցիչ չեմ։ Ցավոք մենք իսկապես ժամանակ չունենք այդքան մանրամասն ծավալվելու համար։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք տեսնում ենք այդ ծավալները, տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումները եւ դրանց հիման վրա կատարում ենք մեր ողջամիտ եզրակացությունները։ Հազար ներողություն, երբ որ մենք ասում էինք, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարում ռազմական գործողությունների ժամանակ, խեն ժամանակ մեղադրական դատավճիռ կար ինչ որ մի ադրբեջանցի զինվորականի մասով։ Հիմա դուք նույնականացնում եք, նույն հարթակի վրա եք դնում այս իրավիճակը։ Ես խնդրում եմ լսեք իմ հաջորդ հարցը եւ պարզապես պետք է հասցնենք այլ թեմաների անդրադառնալ։ Կներեք, նախ դուք նույն հարթության մեջ եք դնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այս դեպքում ամենայն հավանականությամբ իրավապահ մարմինը որպես ճնշում օգտագործող ու շատ դեպքերում անմեղ մարդկանց նկատմամբ խափանման միջոցների կիրառումը ու ադրբեջանցիների ռազմական հանցագործ լինելու հանգամանքը, դուք կարծում եմ այն մարդիկ, որ գաղտնի չի, չէ՞, ինչու ադրբեջանցի ռազմական հանցագործների լինելու հանգամանքը դեռ հաստատված չի։ Որովհետև այդ թվում պետական մի շարք գործիքակազմեր չեն կիրառվել այդ ուղղությամբ։ Իսկ որովհետև մի քանի շաբաթ չի կարա դատավճիռ լինի։ Դուք չեք կարող ասել մենակ ես, մենակ մենք, այդպես չի, նախ չենք չափել, մեկ։ Երկրորդը ես անգամ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ դառնալով շարունակում եմ պայքարել նաև մի շարք իրավական ու ժողովրդավար արժեքների համար, բայց այստեղ ուրիշ հարց է ծագում։ Դուք անհամաչափ չեք անում, դուք բացառապես ու մեծապես իշխանական թեզ եք շրջանցում։ Այսինքն մենք ենք այստեղը, դուք պատկասում եք վաղ մինչ հեղափոխական շրջանում Դանիել Հովհաննիսյանը ինչ կաներ, եթե իշխանությունը օրինակ հանրապետության հրապարակում ոչ իր անվան ներքո մեծ համերգներ կազմակերպեր, ասել
սա անուղղակի է։ Օրինակ, եթե իրենց առնչելի հիմնադրամները միակ առաքելությունն է, որ այդ հանրահավաք, որ այդ ներողություն եթե թույլ տաք շարունակեն հանրահավաք համերգների հետ կապված իրական գործընթացը սկսել։ Իրականում ես պետք է թույլ տամ եւ կներեք արդեն չեմ կարող թույլ տամ, որովհետեւ ես ձեզ հրավիրել եմ իմ հարցերին պատասխանելու համար։ Հարգելիներ, եկեք անցնենք հաջորդ հարցին։ Բայց ես չասեցի, որ դուք չեք արել։ Ես ուրիշ պնդում եմ կատարում։ Ասում եմ դուք հնարավոր է։ Ես սկսում եմ մոռանալ ինչի համար եմ ես այստեղ։ Ներողություն, հաջորդ հարցս։ Արտաքին ազդեցության նշանակությունը այս ընտրություններում։ Արտաքին ազդեցությունը ես մի հատ ամփոփեմ ու ասեմ, տեսեք, իմ հարցին արձագանքում եմ ամփոփելով։ Իմ պնդումը նրանում էր, որ անհամաչափ է դուք իշխանական թեզերը ընդդեմ մեզ մեծապես կրկնում եք բոլոր հարցազրույցներում, ես մեծապես հետևում եմ ձեր գործունեության որպես դիտորդ, բայց հակառակը կարող է գործընթաց եք մեկնարկել իրավական, բայց այդ մասին չգիտեք ինչու այդքան չեմ բարձրացնում։ Հիմա խնդրում եմ իմ հարցը հիշեցնեմ թե հիշում եք հանձնաժողովի վերջին որոշման մասով մենք ձեզանից պակաս չենք դրա ապօրինության մասին խոսել։ Դանիել, մենք պարզապես չենք հասցնում, խնդրում եմ իմ հարցին պատասխանել։ Մեր քաղաքական ուժի, ընդհանրապես ես որպես հայ մարդ սկսեմ այս հարցին պատասխանել։ Մեր ինքնիշխանությունը երևի թե այսքան չէր կեղեքվել, ինչքան այս նախընտրական ծիրում։ Ով չալարեց արտաքին միջամտություն թույլ տվեց իրան Հայաստանի Հանրապետության ընտրողի կամքին։ Տարբեր աշխարհաքաղաքական ղեկավարներ, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, այսինքն կոնկրետ մարդկանց ուղղորդում էին թե ինչպիսի կամարտահայտությամբ հանդես գալ մեծապես աջակցելով իշխող ուժի առաջնորդին, քաղաքացիական պայմանագրին։ Այստեղ լրջագույն մտահոգություն է, որ ես կուզեմ մեջ բերել, որ ֆրանսիական Journal de Dimanche-ն կատարել էր հետաքննություն եւ նշել էր, որ ֆրանսիական հետախուզական ուժերը աջակցում են քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին կատարելով մոնիտորինգներ եւ պայքարելով նրա դեմ քննադատական խոսքին։ Սա առաջին հերթին ասում եմ։ Ռուսական աղբյուր եք վկայակոչում։ Դուք եք ձեր աղբյուրը վկայակոչում, Դանիել։ Operation անում։ Ֆրանսիայում տեղակայված պայման կպատասխանեն։ Այն ամսագիր է, բավականին հեղինակավոր եւ դուք առիթ կունենաք արձագանքի ինչ եք ասել։ Ով է ասել որ ռուսական։ Դուք հետո կապացուցեք դա, Դանիել։ Ես հիմա դա ձեր կրկին ենթադրությունն է։ Շարունակեք իմ հարցին պատասխանել։ Եվ հատկապես մեր ուժի նկատմամբ պետքան հիբրիդային միջամտություններից են խոսում։ Մեր քաղաքական ուժի նկատմամբ այնքան որ ինչքան հիբրիդային միջամտություն տեղի է ունեցել, երևի թե հնարավոր չէ պատկերացնել։ Մենք այն հայամետ ու հայկական շահով առաջնորդվող ուժն ենք, որ այդ ամենաշատը, հա, օրինակ YouTube-յան ալիքներով արդեն նշեցի հմեկով տեղի են ունենում ինչ որ անհասկանալի ծագման տեսանյութեր, այդ թվում հասարակական սեկտորի որոշ կազմակերպություններ իրենց թույլ տվեցին։ Արտաքին ծագում ունեցող ինչու մենք չունենք այդ ռեսուրսը, մենք չունենք իրավապահ մարմիններ ու վարչական ռեսուրս, որ ծագումը բացահայտենք, բայց այստեղ էլի հարց է ծագում, որտեղից ֆինանսավորումը այդ հսկա ծավալ արտաքին միջամտությունների մեր նկատմամբ, որովհետև ըստ էության բոլոր քաղաքական ուժերը ունեն հիմնադրամների սահմանափակում ֆինանսական եւ պետք է տեղավորվեն։ Հիմա իսկ դուք նկատել եք արտաքին ազդեցություն եւ արդյոք այդ միջամտությունը ազդել է ընտրությունների արդյունքի վրա։ Արտաքին ազդեցությունը դա ոչ թե ինչ-որ պետությունների ղեկավարների հայտարարություններ են, որտեղ պետությունների ղեկավարների հայտարարությունները եղել են տարբեր կողմերի, դա այդքան էական չի, այլ կոնկրետ գործողությունների միջոցով։ Դե այդքան էլ էական չի, դե հիմա ներողություն, երբ որ Վլադիմիր Պուտինը առերևույթ աջակցեց ձեր քաղաքական ուժի առաջնորդին։ Առերևույթ չի աջակցել, ես դա եմ քննադատում։ Ես այն ժամանակ ասացի, որ ես դրա մեջ առանձնապես շատ բան չեմ տեսնում, նույն ձև ոնց որ շատ բան չեմ տեսնում նրանում, որ Դոնալդ Թրամփն էլ Փաշինյանին աջակցեց։ Շատ ավելի մեծ խնդիր են տակից արվող լուրջ միջամտության եւ ոչ թե տենց հրապարակային հայտարարությունները։ Եվ այդ տակից արվող գործողությունները հիմնականում արվել են Չէ հիմնականում այլ 99%-ով արվել են Ռուսաստանի կողմից։ Դրանք բաղկացած են եղել 4 կոմպոնենտով, դա Հայաստանի մեդիա դաշտի միջամտություն, յուրային մեդիաների, յուրային ուրեմն հանրային կարծիքի առաջատարների եւ յուրային այդ թվում թե Հայաստանում գտնվող, թե Ռուսաստանում գտնվող, օրինակ Matryoshka, Shtorm 15-16 ցանցերը, որոնք Կրեմլի ենթակայությամբ գործող ցանցեր էին, ակնհայտ տարածում էին անթիվան համար թվով քանակեն, որում ռեկորդ են խփել։ Իրանք էլ
իրանց ռեկորդն են խփել, անցնելով Մոլդովայի եւ մնացած բոլոր ընտրությունների քանակները, նախկինում իրենց դա ապացուցված փաստ է։ Դրա հետ կապված զեկույցներ կան, դրա հետ կապված մի շարք զեկույցներ կան։ Հակառակ զեկույցներն էլ կան։ Եվ այդ թե Matroshkan թե Storm 15-16 Կրեմլի ենթակայության են, այնտեղ կա Social Design Agency, որը էլի Կրեմլի ենթակայության կա, մի շարք այլ մարմիններ, որոնք Կրեմլի ամիջական ենթակայության են եւ որոնք աջակցում են Հայաստանում մի շարք ուժերի, ասենց ակնհայտ աջակցում են։ Ընդ որում նաև տեղեկատվական օպերացիաներ էին արվում Ռուսաստանի կողմից, ինչպիսիներ երկու ադրբեջանցի ուղարկել Շիրակի մարզում ինչ որ ոստիկանի խնդրել, ինչ որ հասցեություն տալ, դա կողքից նկարել եւ մի հատ մեծ մեդիա աղմուկ բարձրացնել, տպավորություն ստեղծել, որ արդեն Հայաստանի ոստիկանությունը աջակցում է, որ ադրբեջանցիները տնավորվեն։ Իսկ ինչ գիտեք, որ հենց ադրբեջանցիների կողմից իրականացված երևույթ չէ։ Հիմա դուք ազգային անվտանգության խնդիր եք բարձրացնում։ Ենթադրենք ադրբեջանցիների կողմից էր աջակցված, բայց դուք այդ գիծը վերցրեցիք եւ դուք այդ գիծը շարունակեցիք։ Որտեղ ադրբեջանցիների տնավորման տպավորություն ստեղծելը, այդ են նարատիվի մեջ է, որ հետո դուք առաջ ադրբեջանցիների տնավորում տեղի չի ունեցել։ Փաստ ունեք, որ ռուսական կամ այլ կողմից է եղել։ Կներեք, այդ տեսանյութը հենց էր տպավորվում, որ ոնց որ թե Հայաստանի ոստիկանը օգնում է ադրբեջանցիներին ձեր տպավորությունը դուք եկել եք որպես ճշմարիտ մասնավոր դեպքի մասին ենք խոսում, որը կարծում եմ այդքան էլ մասնավոր դեպքը շատ աղմուկ ആണ്։ Ես շարունակեմ օրինակները բերել, միջամտության հիմնական բաղադրիչները բերել։ Մյուսը դա քաղաքական ուժերի ֆինանսավորումն է։ Անորոք ստեղ ոչ միայն կան քաղաքական ուժեր, որոնք ունեն բավական հարուստ ֆինանսավորողներ, բայց կան ռուսամետ քաղաքական ուժեր, որոնք չունեն այդպիսին։ Եվ այդ ուժերի մի մասին Ռուսաստանը ֆինանսավորում էր։ Երրորդը Հայաստանի քաղաքացի ընտրողների նկատմամբ ապօրինի միջամտությունների միջոցով, ապօրինի պարտադրանքի եւ ընտրակաշարք տալու միջոցով Հայաստան ուղարկելն է։ Եվ չորրորդը դա պատժամիջոց, չորրորդը ամենաբացահայտն էր, ընտրությունների նախորդող երկու շաբաթում տարբեր պատժամիջոցների, տարբեր այդ Լարս Փագել եւ այլն այդ գործողություններով Հայաստանում տրամադրությունների վրա ազդեցություններ։ Այսինքն 4 հստակ եւ մեծ գործողություններ են, որոնք բոլորն էլ ապացուցված հեղինակավոր լրագրողական հետաքննությունների կողմից, ինչպես նա Insider-ը, դոսիեն, մեր փաստերի ստուգման հարթակը, կրկին հակառակ ծագման ոչ հեղինակավոր փաստերի ստուգման հարթակը կամ մի շարք դուք որևէ հեղինակավոր միջազգային լրատվամիջոց չներկայացրեցիք։ Insider-ը լատվիական ծագման ոչ, կասկածել չի, Insider-ը ռուսական ծագման ունի։ Ռուսական ուղղակի Ռուսաստանից փախել են ֆիզիկապես Ռուսաստանից։ Հիմա հեղինակավոր լրատվամիջոց է, հա։ Ներողություն, դե Insider-ը երկար տարիների պատմություն։ Լավ, այս դեպքում սա արդեն այդքան կարևոր չէ։ Ավելի կարևոր է մեր համակարգացիների կարծիքը։ Տեսնեք, ես առաջարկում եմ լրագրողական հետաքննություններ Դանիել Գոհար, խնդրում եմ, մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ ես ունեմ դեռ կարևոր հարցեր։ Հիմա խնդրում եմ ներկայացնեք տեսանյութը, որում մեր համակարգացիները կիսվում են իրենց մտքերով եւ սպասելիքներով։ Ընտրություններ ես աղքյան կոնտրոլ եմ չեմ տեսել։ Մի խոսքով շատ տխուր կարծիք։ Շատ ուրախ ենք, երջանիկ ենք, որ այսպես է ստացվել։ Անարդար էր։ Որ մասը։ Լրիվ ամեն ինչը։ Եթե արդար չի, թող դատարանը իր որոշումը կայացնի։ Մռայլ իրականությանն ենք դեմ արել։ Իրեն կարծիքով կեղծիք ա եղել։ Իրան զեռատալի կեղծիք չկա, իրան զեր չի տալի կեղծիք կա։ Այն ժամանակ շատ էր այդ ամեն ինչը, հիմա ավելի քիչ է։ Դժգոհ եմ ես եւ մեկնաբանություններից եւ ասածներից եւ հաշվարկներից։ Արդյունքները շատ լավ են։ Ամբողջը իմ համար աբսուրդ էր։ Ամեն մի ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։ Պետք է անցներ Վարգավաճը։ Վերաքվեարկությունը որն էր, Վարգավաճ Հայաստանը անցնում էր ազգային ժողով։ Կսպասեմ սահմանադրական դատարանի որոշմանը։ Անցելային ուժը որ ուժեր էր։ Կարևոր չի ով պիտի անցներ, հասկանում եք, կարևորը որ խաբեբայության արդյունք չլիներ։ Անօրինականության դեմ երբեմն պետք է կիրառես անօրինական մեթոդներ հանուն օրինականության։ Ընտրակաշարք տեղ-տեղ եղել է, բայց մեծ հաշվով արդար է։ Ընտրակաշարքը դա դարել է արդեն ոնց որ մեր երկրում արվեստ, անբաժանելի մաս մեր ընտրությունների։ Դրանով ժողովրդին փչացնում են։ Ժողովուրդը բաժանել է 3 մասի՝ անտարբերներ, նիկոլականներ եւ ընդդիմություն։ Ակնկալիքները մեծ են, մնաց իրանց արդարացնելը։ Մռայլ է մեր ապագան։ Որոշ հարցեր մենակ չեն կարող լրիվ այն ժամանակվա պես քշեն առաջ։
Եթե ընդդիմությունը նորմալ աշխատի։ Թող հետևություն անեն։ Համ ընդդիմադիրները, համ իշխող կուսակցությունները։ Այն որ ձայներ քիչ են հավաքի, այն դրանք են ընդդիմություն իսկական։ Չեմ կարծում, որ կձևավորվի նորմալ խորհրդարան, ուժեղ պայքարագնալու, տեսնեք, կապրեն կտենանք։ Խոսեցինք անցյալի մասին, խոսենք ապագայի մասին, ընդամենը 1.5 ամիս հետո պետք է նորընտիր խորհրդարանը գումարի իր նիստը, արդյոք ձեր ներկայացրած քաղաքական ուժը կվերցնի մանդատները, կմասնակցի գործունեությանը, թե կբոյկոտի։ Տեսեք, մենք դեռևս չունենք նման որոշում, որովհետև հետընտրական բուռն process-ներում ենք գտնվում ու պատահական չէր, որ ասում ենք մարդկանց սպասեք, հա, անմիջապես ընտրության քվեարկության հաջորդ օրը, այն անհեթեթ իրավիճակում, երբ ընդամենը մի քանի 2005-ից մի քանի 100 ընտրատեղամասի արդյունք էր ամփոփված, իշխող քաղաքական ուժը կանգնեց եւ իրեն հռչակեց հաղթող ընտրություններում, արդեն ամբողջ այդ process-ը կրկին լեգիտիմության տեսանկյունից կասկածի տակ դնելով, եւ մենք ինչի ականատես եղանք, որ մի ամբողջ քաղաքական ուժի, շուրջ 60,000-ի հասնող քվե տված քաղաքական ուժի ձայներ քաղաքացիների ըստ էության առոչինչ դարձրեցին արհեստական մեխանիզմները, որովհետև այս ձևաչափով, որն ի սկզբանե հայտարարվել էր, 3-5 էր կազմում ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի մասնակցությամբ ազգային ժողովը, լիովին նոր դրսևորման օրենսդիր մարմին էինք ունենալու։ Իսկ 3-5-ը լուրջ հարց է լուծում, մի շարք սկսած սահմանադրական օրենքների ընդունումից վերջացրած մի շարք անկախ մարմինների ղեկավարների եւ անդամների նշանակումից այլևս զրկում է քաղաքացիական դատարանի վճռին։ Ոչ միայն սահմանադրական դատարանի որոշում է եւ այո մենք ի հեճուկս մեր մի շարք վերապահումների մեզ փորձում են կաշկանդել այնուամենայնիվ իրավական գործիքակազմերով, որովհետև հնարավոր է էլի անակնկալների հանդիպենք։ Օրինակ, ինչպես նշվում է, հա, Ռուսաստանի Դաշնության միջամտությունները, որը ի դեպ մեզ համար եւս մտահոգիչ է, իսկ միգուցե դա Զելինսկու այցի հետևանքներ են, այդ վարչական հետևանքները, որը մեր քաղաքացիները կրում են։ Իմ առաջնորդը օրինակ Նարեկ Կարապետյանը մեր գնաց, որ Լարսի իրավիճակին ծանոթանա, որովհետև բազմահազար քաղաքացիները լուրջ տնտեսական խնդիրների առաջ են կանգնել եւ թույլ չտվեցին արհեստական եղանակով։ Հիմա հարցադրումը ամփոփիչ հետեւյալն է կասում. մենք դեռ արդարացի մտահոգությունների տեղիք կարող ենք ունենալ, թե էլ ինչ կարմիր գծեր եւ իրավական մեխանիզմներ են շրջանցվելու այս նախընտրական գործընթացներում մինչեւ ազգային ժողովի հաջորդ գումարման ձևավորումը օգոստոսի 2-ը։ Սահմանադրական դատարանից ինչ ոչինչ եք սպասում։ Գամ դրան, բայց միջև այդ տեսեք, ախր դուք Ռուսաստանի իշխանությունների հետ կամա թե ակամա, բայց պասերով եք խաղում։ Իրանք փակում են Լարսը, իրանք փակում ես մենք միայն հայ ժողովրդի հետ ենք խաղում, իր շահը առաջ տանելով։ Իրանք փակում են Լարսը, դուք դա օգտագործում եք քաղաքական կոնտեքստում։ Պարոն, դուք նոր գիտկներ եք, էլի նոր գիտեք ինչ օգտագործեցիք։ Ասում եք մարդկանց քաղաքացիների կամքի վրա ասում են, անցյալ տարի այս ժամանակահատվածում նույն ֆակտորի հետաքննության եմ հղում կատարում։ Ավելի շատ քաղաքացի է Ռուսաստանից եկել Հայաստան, քան այս ժամանակահատվածում։ Իսկ ֆակտորի հետաքննության մեջ ստիպված եմ հիշեցնել իմ հարցը, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք եւ այն նախավերանին է։ մտած քաղաքացիների թիվն է, որի մեջ մտնում ուրիշ թիվ է։ Որի մեջ մտնում է ներողություն, որի մեջ մտնում է այնտեղ սահմանային անցակետերի հարցը կա, Բագրատաշենի հարցը կա, որտեղ ֆակտորը ուղղակի չի կարելի վերցնել երկու օդակայաններով մտած։ Հիմա ֆակտորի հետաքննությունը կասկածի տակ, հետաքննությունը ամբողջ պատկերը չի ցույց տալիս։ Ամբողջ պատկերը 2026 ոնց կարող եք ունենալ, չկա հիմնարար աղբյուր։ Դանիել, իմ հարցը հիշում եք, Դանիել։ ԱԶ հետ սերտ համագործակցություն, իսկ ես հրապարակվել է դա։ Հարգելիս ես մայիսից գրություններ եմ գրում, իրավական մարմինները չգիտես ինչու ես ուզում եմ հիշեցնեմ, որ երկուսիդ էլ ես եմ այստեղ հրավիրել եւ հարց տալու իրավունքի դեպքում ես առավելություն ունեմ։ Դանիել, խնդրում եմ իմ հարցին վերադառնալով ձեր հարցին, ես կարծում եմ, որ ոչ միայն ես, այլ նաեւ մենք անկախ դիտոր դաշինքում կարծում ենք, որ սահմանադրական դատարանը պետք է վերացնի ընտրությունների արդյունքներով կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը երկու հիմքով։
հիմքով։ Առաջին հիմքը դա այն աճպարարությունն էր, որը կենտրոնական դրական հանձնաժողովը արեց 3 տեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչելով եւ այդ 3 տեղամասերում վերակվեարկություն ապօրինաբար չնշանակելով, եւ երկրորդը դա այն էր, որ համատարած ընտրակաշարք ա եղել, որ ազդել էր ընտրությունների արդյունքների վրա։ Այն հստակորեն ազդել էր, ինչքանով էր ազդել, ինչպիսին կլիներ պարլամենտ կամ ինչպիսին կլիներ քվեների քանակը, եթե չլիներ ընտրակաշարք, ես թիվ չեմ կարող ասել, բայց հաստատ դա լինելու էր էապես այլ։ Այսինքն ինչ որոշում եք դուք սպասում Սահմանադրական դատարանից, ինչ պետք է անի։ Համապետական վերակվեարկություն կամ նոր ընտրություններ։ Համապետական վերակվեարկություն, նոր ընտրություններ, ցես համար ընդունելի տարբերակ է սա։ Ոնց հասկանում եմ, իրանք են դա պահանջում։ Մի հարցում համընկան, հա, ձեր գնահատականները։ Հիմքերով են պահանջում նույնը։ Պարոն Իոնիսյանի հետ այս հարցում որոշակի համընկումներ կա մեր պահանջների եւ դիրքորոշման, սկսած ԿՀ կողմից այդ 3 ընտրատեղամասերի արդյունքների անվավերության, որովհետեւ առնվազն օրինակ սոտքի 20-59-ն էլ եթե իրենք նույնական տրամաբանությամբ էին գնում, պետք է անվավեր ճանաչեն ու արդեն պարտավորված էին նույն միջազգային իրավունքի Վենետիկի հանձնաժողովի տրամաբանությամբ վերակվեարկությունը ապահովել, որովհետեւ ստացվում է 32 ձայնի պատճառով 60,000 ձայն առ-ոչինչ դարձավ 32 ձայնի։ Այս բարակամի եթե օրինակ տեսեք անվավեր ճանաչեին ու մանդատների բաշխման արդյունքի վրա ազդում էր դա էականորեն։ Տեսեք ոնց ընտրական օրենսգիրքը ասում է։ Իհարկե, դրանց կախված էր բարգավաճի ընտրվել չընտրվելը, եթե օրինակ այս 3 ընտրատեղամասը անվավեր ճանաչեին ու բարգավաճի անցնելու հարցը չլիներ, նորմալ էր, եթե վերակվեարկություն չնշանակվեր։ Կարող ենք դիտարկել, ես օրինակ էլի կպահանջեի, բայց այնուամենայնիվ, բայց ընտրական օրենսգիրքը հստակ ասում է, եթե որևէ գործընթացի վրա էական ազդեցություն է թողնում, իսկ այս պարագայում մանդատների բաշխման, մի ողջ ուժի անցման նվազագույն շեմը, այստեղ անհրաժեշտ էր, բայց անդրադառնալով կրկին անդրադառնամ, մենք 3 հիմքով ենք դիմում ներկայացնելու, ողջ անվավերության 3 ենթատարերին էլ անդրադարձ կատարելու ենք, այստեղ տեսեք, անգամ իշխանությունն է, հա, երևի համաշխարհային պրակտիկա եւ իրավունքի մեջ աննախադեպ բանանում, ասում է ոչ լեգիտիմ ընդդիմություն, որովհետեւ ուզում են ինչ-որ հայելային հակաքարոզչություն անել, ոչ լեգիտիմը իրենք են ու իրենք խուճապի մեջ են, որովհետև իրենց համար ոչ ցանկալի արդյունք ունեցան այսքան միջամտությունների հետևանքով։ Ես նախ ուզում եմ մեր քաղաքացիներին շնորհակալություն ասել, որ դիմագրավեցին այս ճնշումներին, այս ծավալի թե արտաքին, թե տեղեկատվական, թե անձնական ճնշումների պարագայում մարդիկ այնուամենայնիվ մինչև վերջ պայքար մղեցին ու արձանագրված փաստ է, որ 730,000-ից ավել մարդ ուղղակի քաղաքացիական պայմանագրին չի քվեարկել։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի, պարոն Իոնիսյան, այս ուղղակի արդեն զավեշտ է դառնում։ Ընդհանրապես անգամ ձեր ու հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացած տվյալներով մոտ այս պայդրությամբ 269 կամ լավ շուրջ 300-ի շրջանակում մեղադրյալ կա։ Խոսքը գնում է 2.5 միլիոնի հասնող ընտրական իրավունք ունեցող մարդկանց մասին։ Ոնց կա, հիմա ուզում եք ասեք պայմանական, էլի այս մեր համար էլ է վիճարկելի, թվարկեմ, հա, կենտրոն 26%, Իրենք եթե բոլորն եք թվարկելու ժամանակ ունենք։ 29%, այդ ընտրակաշառքը ընդամենը մի 10 քանի դրվագը, ընդամենը 300-ի հասնող մեղադրյալը համապետական Եկեք արձագանքելու հնարավորություն տանք ու ամփոփելու ենք։ Արձանագրենք, ընտրակաշառքը հետք չթողնող լատենտային հանցագործություն։ Լատենտային հանցագործություն կլիներ, եթե մասշտաբը մեծ լիներ, անգամ ողջ ռեսուրսի ծավալի միջամտությունների պարագայում Դանիելի ժամանակն է հիմա եւ ամփոփելու ենք։ Հետք չթողնող լատենտային հանցագործություն։ Ես շատ լավ տիրապետում եմ, բայց տրամաբանություն կա քանակային։ Որի սահմաններում դրա բացահայտումը շատ դժվար է, եթե ընտրակաշառքի մի դեպք գտել ես, դա նշանակում է, որ առնվազն մի 10 դեպք էլ չես գտել, որովհետեւ ի տարբերություն Եթե իշխանության մասին խոսքը, պարոն Իոնիսյան, արդյոք քաղաքացիական պայմանագրի նկատմամբ քանի օպերատիվ հետախուզական գործընթաց է եղել։ Դանիելի ժամանակից չխլենք, վերջին խոսքը ասենք ու ընտրակաշառքը դա հանցագործություն է, որտեղ չկա տուժող։ Հայաստանում նույնիսկ տուժողով հաճախ որ հանցագործություն ալնում, օրինակ միամարտկանց մեքենաների վրայից հալիներ են գողանում։ Ոչ բոլորն են դիմում ոստիկանություն եւ երբ որ գրանցում է, որ ենթադրենք եղել է 1000 հատ ավտոմեքենայի վրայից հալի գողություն, դա իրականում ուրեմն 1000 հատ չեղել է, 1000 հոգին եկել է ոստիկանություն դիմել է, իրականում երևի մի 5000 է եղել։ Ընտրակաշառքի դեպքում
դեպքում ոչ մեկ չի գալի ոստիկանություն դիմել, որտեվ տուժող չկա։ Գործարքի բոլոր կողմերը հանցակից են, իրանք տուժող չկա, որ գա բողոքի։ Այսինքն դա էապես դժվարացում էր բացահայտումը։ Էլ ավելի դժվարացնում այն, որի տարբերությունը այլ լատենտային հանցագործությունների, օրինակ թմրանյութի առվաճառքն էլ լատենտային հանցագործություն, առնողն էլ վաճառողն էլ ուզում ա որ չբացահայտվի, բայց այդտեղ գոնե ինչ որ հետ կա թմրանյութի տեսքով։ Ընտրակաշարքի դեպքում էլ սա էլ չկա։ Նույնն էլ կա ֆինանսի տեսքով է, ինչ է ասում, ավելի մեծ հետ կա։ Հարգելիներ, մնացել է Այսինքն եթե ընտրակաշարքի ուղիղ 1.5 րոպե, խնդրում եմ 3 նախադասությամբ ամփոփեք ինչը կցանկանաք, որ մեր հեռուստադիտողը ձեր այսօրվա խոսքից հիշեր։ 2 նախադասություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի հանրապետության քաղաքացիներ, մեր հայրենակիցներ, առաջին ուզում եմ պնդում կատարել, այդ մեղադրանքները ընտրակաշարքի հետ կապված ուռճացված են, սին են եւ հատուկ նպատակ ունեն մեր նկատմամբ հանրային վստահության աստիճանը իջեցնել եւ միջամտություն են մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Երկրորդ, կուզեի շնորհակալության խոսք ասել բոլոր մարդկանց, ովքեր չնայած այս հետապնդումներին հասցրին իրենց քվեն տեղ, եւ երրորդ ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք մեր պայքարի տրամաբանությունը, մեր ինչպես ի սկզբանե հռչակել ենք, ունենք ազգային արժեքներ ու ինքնության համար մղվող պայքար, իսկ գալիք վտանգները ավելի մեծամասշտաբ են ու սկսած է սոցիալ-տնտեսական խնդիրներից, որ վրա հասան։ Շնորհակալ ենք։ Ձեր 3 ուղերձը, ուրեմն Գոհարի 3 թվարկես դուք էլ։ Օй, դժվար կլինի, ես քաղաքական գործիչ չեմ, որ ուղերձներ հղեմ։ Ինչը հիշի պարզապես հեռուստադիտողը ձեր խոսքից։ Ինձ թվում է, որ հեռուստադիտողը պետք է հիշի այն, որ ամեն դեպքում նախ գոնե տեղամասերի մակարդակում կեղծիքներ չեն եղել, ինչը լավ է։ Երկրորդը, որ այո, ընտրակաշարքը եղել է շատ, բնականաբար շատ, ավելի շատ, քան բացահայտվել է, եւ ընտրակաշարքն էլ է ազդեցություն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ԿՀ խնդրահարույց որոշումն էլ ունեցել ազդեցություն ընտրությունների վրա։ Բայց մեծ հաշվով մենք ժողովրդավարության կառուցման ճանապարհին ամենակարևորը դա այն է, որ ունենանք լավ ընտրող։ Եթե մենք ունենանք ընտրող, որը ընտրակաշարք չի վերցնում, եթե մենք ունենանք ընտրող, որը կարող է ինքն իրեն պաշտպանել եւ հասկանալ, որ ուժին քվեարկել, որ ուժին չքվեարկել, իսկ որ ուժը ճիշտ է ասում, որ ուժը սուտ է ասում, մենք շատ խնդիրներից կձերբազատվենք։ Շնորհակալ եմ, ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին ընտրված падգամավոր Գոհար Մելոյանը ու հասարակական գործիչ Դանիել Լեոնիսյանը։ Շնորհակալ եմ։